Աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձերը օդում կախել են միջուկային պատերազմի ռիսկը։ Միջուկային զենք ունեցող երկրները կարելի է ասել այժմ գտնվում են ակտիվ եւ պասիվ պատերազմների մեջ։ Թեպետ գերտերությունները պնդում են, թե դեմ են ցանկացած տեսակի ատոմային պատերազմի, այդուհանդերձ ներքաշվում են պատերազմների մեջ։ Ռազմական փորձագիտական համայնքում կարծիքներ կան, որ Իրանում ԱՄՆ-ի գործողությունները դեռևս հստակ ու հասկանալի չեն։ Նրանք նկատում են, որ այս փուլում իրադարձությունների նվազման միտում չկա։ ԱՄՆ-ի ծրագրերի մեջ մտնում են նաև ցամաքային գործողությունները Իրանի դեմ, օդային պատերազմին հաջորդի նաև ցամաքային գործողությունները, ապա չի բացառվում, որ խաղի մեջ մտնեն նաև այլ երկրներ, որոնք որ վտանգ են տեսնում իրենց երկրների նկատմամբ։ Ցամաքային գործողություններ սկսելու համար, ըստ մասնագետների, ԱՄՆ-ն պետք է մանրակրկիտ հաշվարկներ կատարի, քանի որ նրանց խաղադրույքը քրդերի վրա է, որոնք միշտ անջատ են գործունեություն ծավալում եւ դրա պատճառով խնդիրներ են ստեղծում։ Ամեն դեպքում ԱՄՆ-ն որոշի, որ այլևս ցամաքային գործողություններ չի իրականացնելու եւ դադարեցնում է նաև պատերազմը, ապա հետին պլան են անում նաև այս փուլում միջուկային որևէ կամ պատերազմի սրացումը այլ ձևաչափում։ Այս հակամարտությունը ամեն դեպքում պետք է հանգուցալուծում ստանա։ Անդրադառնալով Հայաստանի ատոմակայանի անվտանգության հարցին, փորձագետները նշում են, որ դրա պաշտպանությունը բխում է նաև հարևան երկրների շահերից։ ՄԱԿ-ը եւ ՄԱԳԱՏԷ-ն ունակ չեն կանխել միջուկային էսկալացիան, ասում են միջազգայնագետները, քանզի նրանք հիմնականում ֆինանսավորվում են Միացյալ Նահանգներից։ Մասնագետները հիշեցնում են նաև Իրано-իսրայելական 12-օրյա պատերազմից հետո Թրամփի սպառնալիքները, որոնցով նա պահանջում էր նահանգներին հետաքրքրող տեղեկություններ։ Սա ուղիղ միջամտություն էր, վաղուց արդեն ոչ մի ինստիտուտ ցավոք սրտի իր ֆունկցիաները չի կատարում, դրա համար էլ աշխարհը այսօր մոտեցել է միջուկային պատերազմի շեմին։ Հիշեցնենք, որ թե ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը չերկարացրին ռազմավարական հարձակողական սպառազինությունների միջև պայմանագիրը, նրանց զինանոցների վրա չկա որևէ պարտադիր սահմանափակում։ Դա նշանակում է, որ ՄԱԳԱՏԷ-ն եւ մյուս կառույցները, որոնք պիտի հսկեն այդ ամեն ինչը, ուղղակի ոչ մի հասանելիություն չեն ունենալու։ Աշխարհը կարիք ունի նոր անվտանգային կառույցի։ Պատմությունը մեկ անգամ արդեն տեսել է միջուկային զենքի օգտագործման հետևանքները։ Այն շարունակում է մնալ մարդկության ամենահզոր եւ ամենավտանգավոր գործիքներից մեկը, իսկ գլխավոր հարցը մնում է նույնը. արդյոք դիվանագիտական ջանքերը կկարողանան կանխել այն սցենարը, որի հետևանքները պարզապես անդառնալի կլինեն։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։